Խավարման միջանցքը կավարտվի 2026 թվականի մարտի 3-ին, վարդագույն արյան լուսնով, լիալուսնով և լուսնային խավարումով։ Եկեք պարզենք, թե ինչպես առավելագույնս օգտագործել այս օրը և խուսափել ճակատագրական սխալ թույլ տալուց։ 2026 թվականի մարտի 3-ին մենք կտեսնենք հազվագյուտ և տպավորիչ իրադարձություն՝ կույսի համաստեղության մեջ լրիվ լուսնային խավարում, որը համընկնում է լիալուսնի հետ։ Սա պարզապես գեղեցիկ երկնային տեսարան չէ, այլ հուզական գագաթնակետային պահ, երբ շատ բան պարզ է դառնում, և թաքնված ճշմարտությունները դուրս են գալիս մակերես, ինչպես պահանջում է խավարման միջանցքի ավարտը։ Օրվա էներգիան կլինի խիտ, ինտենսիվ և երբեմն նյարդայնացնող, բայց ճիշտ մոտեցմամբ շատ արդյունավետ։ Եկեք վերլուծենք արյան լուսին տերմինի իմաստը, թե ինչպես կարող է այս իրադարձությունը ազդել առօրյա կյանքի վրա և ինչ սպասել տարբեր կենդանակերպի նշանների համար։ Լուսնային խավարման և արյունոտ լուսնի բնութագրերը 2026 թվականի մարտի 3-ին։ Արյան լուսին անվանումը հնչում է մտահոգիչ, բայց իրականում այս երևույթի մեջ ոչ մի միստիկ բան չկա։ Լրիվ լուսնային խավարման ժամանակ Երկիրը շարժվում է արեգակի և լուսնի միջև իր ստվերով փակելով լուսինը։ Սակայն լուսինը լիովին չի անհետանում, այն մնում է տեսանելի Երկրի մթնոլորտով անցնող լույսի շնորհիվ։ Մթնոլորտը ցրում է կապույտ և բաց կապույտ լույս, բայց փոխանցում է կարմիր և նարնջագույն ճառագայթներ։ Այս ճառագայթները լուսնային սկավառակը գունավորում են պղնձի, աղյուցի և խորը կարմիր երանգներով։ Որքան շատ փոշի կամ ամպեր կան օդում, այնքան ավելի հագեցած է գույնը։ Սա մաքուր ֆիզիկա է, և այնուամենայնիվ, տեսարանը իսկապես տպավորիչ է։ Ինչ կարող եք անել և ինչից պետք է զգույշ լինեք 2026 թվականի մարտի 3-ին կույսի լիալուսնի ժամանակ։ Լիալուսինն ինքնին բարձր զգայունության շրջան է։ Այս օրերին լավագույնն է խուսափել խոշոր նախագծեր սկսելուց կամ կարևոր որոշումներ կայացնելուց։ Էներգիան կենտրոնացած է ոչ թե սկսելու, այլ ավարտելու և վերլուծելու վրա։ Սա հատկապես ճիշտ է խավարումների ժամանակ, երբ իրադարձությունները կարող են կտրուկ և անկանխատեսելիորեն զարգանալ։ Սա լավ ժամանակ է հին գործերը փակելու, կուտատված աշխատանքը կարգավորելու և փաստաթղթերը կամ ձեր տունը կարգի բերելու համար։ Տեղին է հանգիստ աշխատել այն գաղափարների վրա, որոնք վաղուց ուշադրության են սպասում։ Պլանավորումը օգտակար է, բայց խուսափեք պայմանագրեր կնքելուց կամ լայնածավալ հայտարարություններ անելուց։ Կարիերայի հարցերը և աշխատանքի փոփոխությունները լավագույնս է առայժմ հետաձգել։ Խորհուրդ չի տրվում խոշոր ֆինանսական գործարքներ կատարել, վարկեր վերցնել, գումար վարկ տալ կամ կարևոր գործարքներ կնքել։ Զգացմունքային ճնշումները կարող են ազդել ձեր դատողության վրա։ Արժե նաև խուսափել հարաբերություններում կոշտ զրույցներից, քանի որ թյուրըմբռնումների ռիսկը մեծանում է։ Լավագույնն է այս օրը չպլանավորել ճանապարհորդություններ կամ ինքնաբուխ ուղևորություններ։ Այնուամենայնիվ, սա հիանալի ժամանակ է ինքնավերլուծության համար։ Կարող եք օրագիր վարել, մեդիտացիա անել և ուսումնասիրել ձեր վախերն ու սովորությունները։ Օգտակար է ուշադրություն դարձնել ձեր առողջությանը, բայց խուսափեք արմատական միջոցառումներից։ Ինտուիցիան ուժեղ է խավարման ժամանակ, գրի առեք գաղափարները, բայց մի շտապեք դրանք իրականացնել։ Ինչպես կազդի կույսի լիալուսինը 2026 թվականի մարտի 3-ին կենդանակերպի նշանների վրա։ Կույսի խավարումը կանդրադառնա կարգուկանոնի, առողջության, աշխատանքի և ամենօրյա պարտավորությունների հարցերին։ Շատերը կզգան ամեն ինչ իր տեղը դնելու ցանկություն, թե իրենց աշխատանքում, թե հարաբերություններում։ Խոյ։ Ձեր աշխատանքը, գրաֆիկը և աշխատանքային ծանրաբեռնվածությունը կլինեն ուշադրության կենտրոնում։ Հնարավոր են անհետաձգելի առաջադրանքներ կամ հին սխալները արագ շտկելու անհրաժեշտություն։ Ձեր մարմինը նույնպես կարող է վնաս հասցնել, հատկապես եթե որոշ ժամանակ անտեսել եք հոգնածությունը։ Լավագույնն է խուսափել գործընկերների հետ վեճերից և ձայնը բարձրացնելուց ձեր տեսակետը ապացուցելու համար։ Որքան հանգիստ մոտենաք ձեր ռեժիմին, այնքան ավելի հեշտ կլինի այս ժամանակահատվածը։ Ծուլ։ Խավարումը կընդգծի ձեր անձնական կյանքի, սիրո և ստեղծագործական նախագծերի թեման։ Հարաբերություններում հին զգացմունքները կամ չարտահայտված զգացմունքները կարող են կրկին ի հայտ գալ։ Եթե ինչ-որ բան երկար ժամանակ ձեզ ներքև է քաշում, դա ակնհայտ կդառնա։ Կարևոր է չկառչել ծանոթ սցենարից, փոփոխությունից վախենալով։ Անկեղծ զրույցը կօգնի ամեն ինչ իր տեղը դնել։ Երկվորյակներ։ Տունը և ընտանիքը կհայտնվեն կենտրոնական դերում։
Հնարավոր են անցյալի մասին զրույցներ, առօրյա խնդիրների քննարկումներ կամ նույնիսկ հարազատներից անսպասելի նորություններ։ Զգացմունքները կարող են ավելի շատ տատանվել, քան սովորաբար։ Ուստի խուսափեք շտապողական որոշումներ կայացնելուց։ Սա լավ ժամանակ է կենտրոնանալու ձեր շրջապատի վրա, մաքրելով և դասավորելով հին իրերը։ Սա կօգնի կայունացնել ձեր ներքին վիճակը։ Խեցգետին։ Շատ շփում կլինի, զանգեր, հաղորդագրություններ, հանդիպումներ, բայց թյուրըմբռնումների ռիսկը նույնպես կաճի։ Փորձեք հստակ ձևակերպել ձեր մտքերը և խուսափել իմպուլսիվ արձագանքելուց։ Նորությունները կարող են ստիպել ձեզ վերանայել ձեր ծրագրերը։ Կարևոր է զտել տեղեկատվությունը և դիմադրել ընդհանուր նյարդայնությանը։ Առյուծ։ Ֆինանսական հարցերը հատկապես գայուն կլինեն։ Հնարավոր են անսպասելի ծախսեր կամ ձեր եկամտի աղբյուրների վերագնահատում, ուստի սա լավագույն ժամանակը չէ խոշոր գնումների կամ ներդրումների համար։ Ավելի լավ է կենտրոնանալ բյուջետավորման և ծախսերի վերլուծության վրա։ Ռացիոնալ մոտեցումն այժմ ավելի կարևոր է, քան հավակնությունը։ Կույս։ Այս խավարումը ձեր նշանի մեջ է, ուստի ներքին լարվածությունը կարող է ավելի ուժեղ լինել։ Դուք կզգաք ամեն ինչ անմիջապես փոխելու ցանկություն, ձեր արտաքին տեսքը, աշխատանքը, շրջապատը։ Բայց մի շտապեք, նախ վերլուծեք, թե իրականում ինչն է կարիք ունի շտկման։ Հնարավոր են կարևոր զրույցներ, որոնք կազդեն ձեր ինքնագնահատականի վրա։ Հիմնականը չափազանց քննադատական լինելուց խուսափելն է։ Կշեռք։ Ձեր միայնության կարիքը կարող է աճել։ Հին փորձառությունները կամ չլուծված խնդիրները կհայտնվեն ջրի երեսին։ Լավագույնն է դանդաղեցնել և խուսափել ավելորդ պարտավորություններ ստանձնելուց։ Հանգստի և ներքին աշխատանքի համար լավ ժամանակ է։ Պարզապես թույլ տվեք ինքներդ ձեզ ընդմիջում առանց մեղքի զգացման։ Կարիճ։ Ձեր ծրագրերի և շրջապատի վերանայումը կլինի հիմնական թեման։ Ձեր ծանոթներից մեկը կարող է հանկարծակի հեռանալ, ինչը կստիպի ձեզ մտածել ձեր հարաբերությունների որակի մասին։ Հնարավոր են փոփոխություններ ձեր աշխատանքային էթիկայի կամ թիմային նախագծերի մեջ։ Մի չափազանցեք արձագանքը, սա վերականգնման բնական փուլ է։ Կենտրոնացեք նրանց, ովքեր իսկապես կիսում են ձեր արժեքները։ Աղեղնավոր։ Կարիերայի հետ կապված խնդիրները կհայտնվեն առաջին պլանում։ Դուք կարող եք զգալ ղեկավարության ճնշումը կամ պատասխանատվության աճը։ Սա լավագույն օրը չէ ձեր ղեկավարի հետ հարցերը լուծելու համար։ Ավելի լավ է պրոֆեսիոնալիզմը ցույց տալ գործողություններով, քան խոսքերով։ Հանգիստ ռազմավարությունը ավելի լավ արդյունքներ կտա։ Այծեղջուր։ Դուք կցանկանաք վերանայել ձեր համոզմունքները և երկարաժամկետ ծրագրերը։ Հնարավոր են կրթության, ճանապարհորդության կամ փաստաթղթերի հետ կապված նորություններ։ Խուսափեք շտապ որոշումներ կայացնելուց, հատկապես եթե զգացմունքները բարձր են։ Օգտակար կլինի պլանավորել ձեր ապագա քայլերը, առանց հանկարծակի քայլեր անելու։ Կգան նոր գաղափարներ, բայց ավելի լավ է դրանք իրականացնել ավելի ուշ։ Ջրհոս։ Կդառնա արդիական համատեղ ռեսուրսների, պարտքերի և պարտավորությունների թեման։ Հնարավոր է զուգընկերոջ հետ փողի մասին զրույց կամ ֆինանսական համաձայնագրերի վերանայում։ Կարևոր է գործել սթափ և առանց ավելորդ դրամաների։ Խուսափեք նոր վարկեր կամ պարտավորություններ վերցնելուց։ Այնուամենայնիվ, դուք կարող եք փակել հին խնդիրները և թեթևության զգացում զգալ։ Ձկներ։ Խավարումը կակտիվացնի հարաբերությունները, անձնական և գործնական։ Հնարավոր են անկեղծ զրույցներ, որոնք թույլ կտան ձեզ լուծել հին դժգոհությունները։ Ինչ-որ մեկը կարող է անսպասելիորեն հայտնվել, և դա կփոխի ձեր տեսակետը իրավիճակի վերաբերյալ։ Փորձեք զոհի դեր չխաղալ։ Ազնվությունն այժմ ավելի կարևոր է, քան ներդաշնակության տեսքը պահպանելու փորձերը։